Եվ այսպես քիչ առաջ Բաղրամյան 26-ում ավարտվեցին հայկական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները, որի արդյունքում նաև միջուկային ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց։ Հայաստանի վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարություններով հանդես եկան, լրագրողների մի քանի հարցի պատասխանեցին։ Ես հիշեցնեմ, որ J.D. Vance-ը Ամերիկայի առաջին փոխնախագահն է, որ նորանկախ պատմության մեջ երբևէ եկել է Հայաստան։ Վաղը նա Երևանից Բաքու կմեկնի։ Հիմա ուղիղ կապ ենք հաստատել Բաղրամյան 26-ում հայ-ամերիկյան բանակցություններին հետևած իմ գործընկեր Շողիկ Գալստյանի հետ։ Շողիկ, բարի երեկո, դու ուղիղ եթերում ես, մի քանի թեմաներ նախ առանձնացնենք, թրիփի և խաղաղության ջանքերի մասին ինչ հայտարարություններ հնչեցին։ Բարի երեկո Աստղիկ, այո, քիչ առաջ ավարտվեց արդեն փաստաթղթի ստորագրումը, նաև մինչ այդ եղած բանակցությունները պաշտոնյաների միջև առանձին, հետո արդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմերով եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը հանդես եկան հայտարարություններով, պատասխանեցին լրագրողների հարցերին եւ ինչպես դու նշեցիր քո խոսքում անդրադարձան մի շարք թեմաների, առանցքում էր թրիփ նախագիծը, նաև խաղաղության հաստատման ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը, Հայաստանի այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, երկու պաշտոնյաները պարբերաբար ընդգծում են խաղաղության հաստատման կարևորությունը եւ այդ հարցում կողմերի իրականացրած ջանքերը։ Նիկոլ Փաշինյանը խոսեց թրիփից խոսեց նաև Միացյալ Նահանգների փոխնախագահը, նշեց, որ մանրամասն քննարկել են ծրագրի իրականացումը, ընդգծեց, որ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս արագացնել դրա իրականացման աշխատանքները, կարճ մի քանի խոսքով նշեց, թե ինչ է այն ներկայացնելու, մասնավորապես նշում էր, որ խոսքը J.D. Vance-ի մասին է, նշում էր, որ այն լայն հնարավորություն է բացելու Հայաստանի համար, այս առումով առհասարակ ապաշրջափակումը կարևորեցին եւ կարևորեց հատկապես դա ընդգծեց Հայաստանի վարչապետը, իսկ J.D. Vance-ը նշեց, որ միջազգային առևտրի համար է սա շատ կարևոր նախաձեռնություն լինելու եւ նշում էր, որ թրիփ հիմնադրամը մասնավոր կապիտալի ներհոսք է ապահովելու եւ սրա վերաբերյալ ընդհանուր առմամբ շեշտադրումները սրանք էին եւ առավել մանրամասն կարող եք լսել հենց պաշտոնյայի խոսքում, բայց սրանից զատ եւ սրա իրականացման համար կարևորվում եւ պարբերաբար շեշտվում էր խաղաղության հաստատման փաստը։ Փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարևորությունը, համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված թրիփ ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել են, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենդներից ունենալու է նաև տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի եւ էներգիայի հոսքի այս տարածաշրջանում եւ աննախադեպ կապ կապահովի Հայաստանի եւ հարևան երկրների միջև, սա հոյակապ է եւ ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց սա նաեւ կնպաստի խաղաղության գործընթացին, երբ որ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը եւ այլ, սա նպաստում է, մենք խաղաղությունը ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք, որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի։ Թրիփ հիմնադրամը ինչ է անելու, դա նշանակում է, որ ԱՀԿ-ին մեծ քանակով մասնավոր կապիտալ հոսելու է այստեղ, որպեսզի այն փոխ շահկապակցվածություն ստեղծի։
Շողիկ ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին հայտարարություն հնչեց, կարող ենք մի փոքր փակագծեր բացել, ինչի մասին էր խոսքը։ Այո, աստղիկ բացի մեզ հայտնի արդեն տեխնոլոգիական ոլորտում են համագործակցության շրջանակից, որ այս ընթացքում պարբերաբար հայտարարվել էր, այսօր նորություններից մեկը հենց դա էր, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև նաեւ ռազմական ոլորտում համագործակցություն է սպասվում եւ այսօր այստեղ հայտարարվեց, որ արդեն կա հաստատված կոնկրետ գումարի չափով դրոնների հետախուզական կարծես թե դրոնների ձեռքբերման մի ծրագիր, կարող ենք հենց լսել, թե պաշտոնյաները դրա վերաբերյալ ինչ մանրամասներ են ներկայացնում։ Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական եւ պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը եւ արդեն 3 տարի անմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, որպեսզի լավագույն տեխնոլոգիաները ռազմական աշխարհի տարածվի եւ տեղադրվի եւ ԱՄՆ-ն ունի եւ հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար եւ մեր լավ բարեկամ վարչապետի եւ մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի։ Շողիկ, երկու պաշտոնյաներին նաեւ հարցերի հնարավորություն եղավ, որ հարցը կառանձնացնես։ Աստղիկ, այո, հարցի հնարավորություն տրվեց լրագրողներին, երկուական հարց յուրաքանչյուր կողմից հնչեց, ըստ էության հարցերը, որ հնչեցին հայկական կողմից վերաբերվում էին թրիփին եւ մյուս հարցը եւս երկու հարցն էլ ըստ էության վերաբերում էին թրիփին, մեկը ուղղվեց Հայաստանի վարչապետին, մյուսը Միացյալ Նահանգների փոխնախագահին, իսկ Միացյալ Նահանգների կողմից հնչած հարցերը վերաբերում էին Իրանին եւ Իրանում տեղի ունեցող զարգացումներին։ Թրիփի վերաբերյալ մասնավորապես JD Vance-ից լրագրողը, հայաստանյան լրատվամիջոցի լրագրողը փորձեց հասկանալ, թե ինչ ծավալի ներդրումներ են սպասվում այդ նախագծում, սակայն պաշտոնյան կոնկրետ ներդրումների թիվ չհնչեցրեց։ Համոզված եմ, դուք նկատեցիք արդեն մեր հայտարարություններից, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության առանցքում մի նպատակ կա եւ այդ նպատակը խաղաղությունը եւ կայունությունն է եւ մեր բոլոր գործողությունները եւ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ուղղված են խաղաղությանը եւ կայունությանը եւ ես համոզված եմ, որ այդ նպատակը իրագործել ենք արդեն տեսել ենք, տեսնում ենք արդեն։ Ես առիթ ունեցա ասելու նաև իմ բացման խոսքում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, որ շատ կարևոր է արձանագրել, որ այն խաղաղությունը, որը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվեց, հռչակվեց, ինքը արդեն գետնի վրա իրականության մեջ արտահայտվում է եւ թույլ տվեք ասել, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է եւ այդպեսին կլինի միշտ։ Շողիկ, ես նաև վաղվա օրակարգի մասին եմ ուզում քեզ հարցնել JD Vance-ի մասնավորապես, ինչ-որ հանդիպումներ, այցեր, ինչ-որ տեղում նա կլինի, վաղվա օրակարգը հայտնի է։ Աստղիկ, նախասեմ, որ այստեղ բանակցություններից եւ հայտարարություններից հետո պաշտոնյաներին Նիկոլ Փաշինյանին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահին միացան իրենց
կանայք Տիկին Աննա Հակոբյանը եւ ԱՄՆ փոխնախագահի կինը, որը եւս նրա հետ ժամանել էր Երևան, եւ այստեղ հենց նախագահականում նրանց ընթրիք կմատուցվի, իսկ վաղվա օրակարգի հետ կապված իր խոսքում Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ սպասում է վաղվա օրվան, որպեսզի Հայաստանում հնարավորություն ունենա ժամանակ անցկացնելու, թե ինչ նկատի ուներ, ուր է պատրաստվում այցելել եւ ինչ ծրագրեր ուներ, չմանրամասնեց։